Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1196-րդ օրն է։ Հետաքրքիր է սկսվել օրը, ուկրաինական դրոնները հասել են Ղրիմի կամրջին։ Այն փաստը, որ ուկրաինական դրոնները հասել են կամրջին, արդեն շատ վատ ազդանշան է Պուտինի ռեժիմի համար։ Նախորդ գիշեր մենք գիտեինք մեր դրոնների կողմից հարավային ուղղությամբ հարձակման մասին, հարձակման հետևանքները ռուսական կողմը չէր կարողանում թաքցնել, պայթում էին օկուպանտների պահեստներն ու ռազմական տեխնիկան, հոսանքազրկվել էին մի շարք բնակավայրեր Խերսոնի մարզի գրավված շրջանում, իսկ առավոտյան հայտնի դարձավ, որ դրոններից մեկը թռել հասել է դեպի Ղրիմի կամուրջ։ Կարող ենք ենթադրել, որ սա ակնարկ է ռուսներին լքել օկուպացված թերակղզին, հակառակ դեպքում նրանց համար դժվար կլինի տարհանվել, եթե հանկարծ կամուրջը չլինի։ Ամեն դեպքում մենք կհետևենք զարգացումներին, սա միակ վատ լուրը չէ Պուտինի ռեժիմի համար։ Հենց այս պահին տեղեկություն ստացանք, որ ուկրաինական SBU-ն իրականացրել է նոր եզակի հատուկ գործողություն, որը արդեն երրորդ անգամ ուղղված է Ղրիմի կամրջին, այս անգամ ջրի տակից, փաստորեն կամուրջը գտնվում է վթարային վիճակում։ Իմջայլոց մեր լսարանից շատ էին հարցերը երբ է լինելու հարվածը Ղրիմի կամրջին, ես պատասխանում էի, որ երբ որ նպատակահարմար լինի, այս պահին այսքանը Ղրիմի կամրջի մասին մեր անալիտիկայի եթերին կփորձեմ հասցնել նոր մանրամասներ ձեզ հաղորդել։ Պայթյունը տեղի ունեցել Նիժնի Նովգորոդի մարզի Զավոլժսկի շարժիչների գործարանում, կան այլ խոցված կարևոր թիրախներ, որոնք չեն կարող չազդել ռուսական բանակի մարտունակության վրա։ Իսկ Պուտինը վաղկոտ փորձեր է անում վնասել ուկրաինացիներին, առավոտյան ռուսների շահեդ դրոնը հարվածեց Սումի քաղաքի փողոցով երթևեկող քաղաքացիական մեքենաներին, զոհվել են 3 մարդ, կան վիրավորներ։ Պուտինի բանակը շարունակում է կեղտոտ հարվածներով վնասել խաղաղ բնակչությանը։ Իդեպ ռուսները նաև շահեդներով փորձել են սպանել Օդեսայի բնակիչներին, ռուսական շահեդի հարվածից բռնկվել է մթերքի պահեստ, վնասվել են բնակելի տներ եւ մարդատար մեքենաներ, վիրավորվել է 5 մարդ, նրանցից մեկը հոսպիտալացվել է միջին ծանրության վիճակում, մյուսներին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում։ Նման հարվածները խաղաղ բնակչությանը տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Այսպիսին է պատերազմը Ռուսաստանի հետ։ Պատերազմ, որտեղ Ռուսաստանը հարվածում է խաղաղ մարդկանց, իսկ ահաբեկիչ է անվանում նրանց, ովքեր պաշտպանում են իրենց տունը ու ոչնչացնում ռուսական տեխնիկան։ Իդեպ Ռուսաստանը փորձեց այսօր նաև օգտագործել վաղուց չօգտագործվող կինժալ հրթիռը Նիկոլաևի ուղղությամբ, բայց անարդյունք, որքան հիշում եմ, մի տարուց ավել կլիներ ռուսները կինժալ չէին օգտագործում, նորից փորձեցին, նորից ապարդյուն։ Եթե չեմ սխալվում, կինժալը դեռ էքսպերիմենտալ զենք է, ամենայն հավանականությամբ փորձել են ինչ-որ բան մոդեռնիզացնել, բայց նորից չի ստացվել, ինչպես հաճախ լինում է ռուսների մոտ։ Իդեպ Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հրամանատարության կապի վարչության ղեկավար Յուրի Իգնատը հայտարարել է, որ ռուսական ռմբակոծիչների ոչնչացման SBU-ի գործողությունից հետո օկուպանտները երկար ժամանակ չեն կարողանա իրականացնել ահաբեկչական հարձակումներ Ուկրաինայի դեմ, օգտագործելով ստրատեգիական ավիացիան։ Իգնատը հիշեցրել է, որ SBU-ն հայտարարել է Սարդոստայն գործողության ընթացքում ավելի քան 40 օդանավի խոցման մասին։ Խոսքը տարբեր աստիճանի վնասների մասին է, կան ամբողջությամբ այրված ինքնաթիռներ, կան անդառնալիորեն վնասվածներ, իսկ որոշներն էլ հնարավոր է վերանորոգման ենթակա են, ենթադրել է ուկրաինացի ռազմական պաշտոնյան։ Նրա խոսքով այդ թևավոր հրթիռներ կրող օդանավերից թշնամին Ուկրաինայի վրա արձակել է արդեն մի քանի հազար հրթիռ, եւ դրանց շարքից հանելը կարևոր էր Ուկրաինայի համար։ Չնայած Իգնատը զինվորական է եւ խուսափում է կտրուկ գնահատականներից, ավիացիոն փորձագետները ավելի խորը պատկեր են ներկայացնում։ Ըստ որոշ աղբյուրների Սարդոստայն գործողության ժամանակ թիրախավորվել են հենց գործող պատրաստ մարտական ինքնաթիռները, մինչդեռ անգործունակները շրջանցվել են։ Դեպի թիրախ թռչող դրոնները կարծես սովորական FPV-ներ էին, բայց աշխատում էին արհեստական ինտելեկտով, այսինքն ոչ այնքան սովորական էին եւ կարողացել են ընտրել, տարբերակել գործող ինքնաթիռը չգործողից։ Փորձագետները նշում են նաեւ կարևոր դետալ, այն ինքնաթիռները, որոնք ոչնչացվել են, արդեն տասնամյակներից ի վեր չեն արտադրվում Ռուսաստանում։ Դրանք դուրս են բերված ռուսական արտադրությունից։ Նույնիսկ եթե Ռուսաստանը փորձի վերականգնել այդ տեխնիկան, ստիպված կլինի զրոյից ստեղծել փորձարարական արտադրամաս, բայց խնդիրները դրանով չեն ավարտվում։ Այդ մոդելների համար պարզապես պահեստամասեր չկան։ Լավագույն դեպքում ռուսները կարող են փորձել օգտագործել այլ վնասված օդանավերի պահեստամասեր, մեկ
ամբողջական ինքնաթիռ հավաքելու համար, բայց թե արդյունքում քանի մարտական ինքնաթիռ կկարողանան վերականգնել այդպիսի դետալներով եւ ինչ որակի, միայն Աստված գիտի։ Չէ՞ որ մենք տեսանք, թե ինչպես ձախողվեց տարբեր հրթիռներից օրեշնիկ ստեղծելու գաղափարը։ Սովետական զինատեսակները շատ հնացած են, նրանք գրեթե անհնար է նորմալ վերականգնել։ Այսպիսով, ըստ ավիացիոն փորձագետների ակնհայտ է մեկ բան՝ Ռուսաստանի ռազմավարական ավիացիայի ողնաշարը կոտրված է, եւ նույնիսկ եթե նրանք ինչ-որ բան վերականգնեն, դա այլևս չի լինի այն հզոր ուժը, որը մի ժամանակ վախ էր սփռում։ Իդեպ փորձագետները պնդում են, որ SBU-ն Ռուսաստանին զրկել է նաև վերջին աշխատունակ A-50 լոկատոր իրենից ներկայացնող ինքնաթիռից, հարվածի տակ են ընկել նաև առնվազն 2 Il-76 ինքնաթիռ։ A-50 այդ լոկատոր ինքնաթիռը նախատեսված է ռադիոլոկացիոն հայտնաբերման համար եւ սովորաբար թռիչք է իրականացնում Il-76-ի ուղեկցությամբ։ Այն հաճախ ծառայում է որպես օդային հրամանատարական կենտրոն, թիրախներ ցույց տալով կործանիչներին։ Ընդհանուր առմամբ արտադրվել է 31 նման ինքնաթիռ ամբողջ սովետական պատմության մեջ։ Լայնածավալ ներխուժումից առաջ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը ունեին 3 գործող նման ինքնաթիռ։ 22-ից 24 թվականներին Ուկրաինայի զինված ուժերը արդեն ոչնչացրել էին այդ ինքնաթիռներից 2-ը, այսպիսով 3 առաջին օրվա ոչնչացվածը վերջին 3-րդ նման ինքնաթիռն էր։ Չնայած կատեղեկատվություն, որ եւս 6 արդիականացված A-50 տեսակի ինքնաթիռների գոյության մասին, բայց տարօրինակ կերպ այսպես կոչված արդիականացվածները դեր չեն խաղում, կամ ռուսական մամուլում շատ քիչ են անդրադառնում դրանց, կամ օրեշնիկի օրն են ընկել առանց մերոնց միջամտության, կամ թղթի վրա են մոդեռնիզացվել, ինչպես շատ հաճախ լինում է ռուսական բանակում։ Սա նշանակում է, որ սարդոստային գործողությունը ոչ միայն կոտրեց ռուսական ռազմավարական ավիացիայի ողնաշարը, այլև լրջորեն խաթարեց նրա տակտիկական ավիացիայի աշխատանքը։ Իդեպ Ռուսաստանը ունի բավարար քանակությամբ տակտիկական ինքնաթիռներ, սակայն առանց A-50 ռադիոլոկացիոն կոորդինացնող ինքնաթիռի նրանց գործել առաջին շրջանում կլինի խիստ բարդ։ Հիմա ռուսները ստիպված պետք է լինեն կոորդինացնեն գետնի վրա գործող ռադիոլոկացիոն հայտնաբերման սարքերի հետ, որքանով դա նրանց մոտ կստացվի կամ որքան արագ կյանքը ցույց կտա։ Պատմական ժամանակներ ենք ապրում, մեր աչքի առաջ ուտիլիզացվում է Պուտինյան Ռուսաստանը։ Անցնենք ռազմաճակատի լուրերին, վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում տեղի ունեցել 142 մարտական բախում, ռուսները փորձում են ակտիվանալ Սումիի մարզում եւ լայնացնել ռազմաճակատի գիծը։ Հակառակորդը փորձում է հարձակվել ընդհանուր առմամբ 10 ուղղությամբ, ուկրաինական ստորաբաժանումները հակահարված են տալիս պաշտպանելով իրենց դիրքերը։ Ուկրաինական զորքերը հարվածել են օկուպանտների 23 կարևոր կուտակման վայրերի։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են իրենց գործողությունները Կուրսկի ուղղությամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում այս ուղղությամբ տեղի ունեցել 18 զինված բախում։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի դեմ մարտերում կորցրել են 1100 զինվոր։ Ուկրաինայի զինված ուժերը նաև ոչնչացրել են թշնամու 348 միավոր տեխնիկա եւ սպառազինություն։ 22 թվականի փետրվարի 24-ից մինչև 25 թվականի հունիսի 3-ը թշնամու ընդհանուր մարտական կորուստները կազմում են մոտավորապես 990.800 զավթիչ։ Հունիսի 3-ի գիշերը ուկրաինական հոպուժերը ոչնչացրել են ռուսական 112 շահեդ դրոններից 75-ը։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Օդային հարվածների հիմնական ուղղությունները եղել են Չեռնիգովի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Օդեսայի եւ Դոնեցկի մարզերը։ Հարվածներ են գրանցվել 11 վայրերում։ Չեն դադարում նաև Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա։ Իրենց հերթին ուկրաինական դրոնները շարունակում են գործել օկուպացված տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանում։ Մեր տելեգրամյան ալիքում մանրամասն ներկայացնում ենք ուկրաինական բանակի մարտական աշխատանքը։ Ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր տելեգրամյան ալիքին, հիշեցնեմ, որ ամենատպավորիչ տեսանյութերը կարող եք վայելել հենց մեր տելեգրամյան ալիքում, որովհետև YouTube-ը ամեն ինչ չի թողնում, որպեսզի ցուցադրենք։ Պայքարը շարունակվում է, այսօրվա հաղորդման համար այսքանը։ Շատ շնորհակալ եմ ձեր օգնության, լայքերի, հեռարձակումների տարածման եւ ալիքին բաժանորդագրվելու համար։ Հատկապես խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել նաեւ նոր ալիքին, ինչպես արդեն ասել եմ, 2 ալիքներն էլ կաշխատեն զուգահեռ։ Մաղթում եմ ձեզ լավ երեկո, կհանդիպենք։